Փաստացի իշխանությունները նշում են, որ ամեն ինչ անում են գեիներին վերադարձնելու հարցով, բայց այդպես էլ արդյունքներ չկան, արդյոք որոշումները քաղաքական են, թե ոչ։ Ես անկեղծ կասկածի ենթարկեմ ձեր այն պնդումը, թե իշխանությունները հայտարարում են, որ իրենք ամեն ինչ անում են։ Ինչ որ հայտարարություններ իհարկե կատարվում են, բայց դրանք հավուր պատշաճի են եւ ձևական, հակառակը կարող ենք հիշել, որ իշխանությունը անընդհատ փորձում է ինչ որ մեղսակցություն գտնել մեր պատանդների եւ գերիների առումով, ցավալիորեն։ Եվ թերևս այն, որ այսօր Բաքվի բանտերում այդ ապօրինի դատավարության ընթացքում խոշտանգումների են ենթարկվում մեր հայրենակիցները, դրա պատճառներից հիմնականն այն է, որ Հայաստանի Հանրապետությունը կամ Պոնտոս Պիղատոսի պես լվացել է իր ձեռքերը եւ մի կողմ է կանգնել, կամ էլ փորձում է այսպես լռության մատնել, դրանով իսկ նպաստելով այդ դատավարությունների շարունակականությանը։ Եվ հիմնական պատճառը նշեմ, դա այն է, որ իշխանությունները հայտարարեցին, թե Արցախյան էջը փակված է։ Եթե փակում ես Արցախյան էջը, դրանով դու ուղղակի հարվածի տակ ես դնում Արցախի ռազմաքաղաքական մեր առաջնորդներին, զինվորականներին, որոնք պայքարում էին Արցախի համար, եւ քաղաքացիական անձանց, որոնք պատանդարված են։ Արցախի էջը փակելուց զատ փորձում են այսօր փակել հայ առաքելական եկեղեցու էջը, տեսակ այսօրվա գրառումները, ինչպես եք այսպես գնահատում Փաշինյանի, նրա տիկնոջ, նրա սատելիտների այս թիրախավորումը հայ առաքելական եկեղեցու կողմից հայ առաքելական եկեղեցու թիրախավորումը։ Ես կարծում եմ հայ առաքելական եկեղեցու թիրախավորման լրջագույն քաղաքական պատճառ կա, դա Բեռնում տեղի ունեցած այդ երկու հանդիպումներն էին, որոնցից առաջինի ընթացքում Վարդան Օսկանյանի գլխավորած հանձնախումբը, որը կազմավորվել է Արցախի օրինական ընտրված իշխանությունների կողմից եւ համաձայնությամբ, այն համաժողովն էր, որի ընթացքում գրեթե 20 Շվեյցարիայի պատգամավոր համաձայնել էին դիմել իրենց կառավարությանը պահանջով, որպեսզի ստեղծվի հարթակ բաց երկխոսության կամ բանակցությունների համար եւ ըստ էության բարձրացրին որպես պարտադիր պահանջ Արցախի էթնիկ զտման եւ ցեղասպանական գործողության ենթարկված ժողովրդի դեպի Արցախ հավաքական արժանապատիվ եւ անվտանգ վերադարձի մասին։ Երբ որ նկատելի դարձավ, որ բանակցությունները ըստ էության կարող են միջազգային երաշխիքներով եւ ճնշման ներքո իրականություն դառնալ եւ դրան ավելացավ հայ առաքելական եկեղեցու կողմից Բեռնում կատարված եկեղեցիների համաշխարհային միավորման այդ համաժողովը, որը նվիրված էր Արցախում մեր քրիստոնեական ժառանգության ոչնչացմանը, որի ընթացքում եւս հնչեցին այդ բոլոր հարցերը, այդ հոգեվոր մշակութային ժառանգությունը կրողների վերադարձի անկասելի իրավունքի եւ մեր գերիների ազատ արձակման վերաբերյալ տեղի ունեցավ այս ես կասեի абսուրդային հարձակումը, ես չեմ ուզում կրկնել այդ բառերը, որովհետեւ համոզված եմ, որ նման բառապաշար ոչ մի երկրում երբեք չի կարելի օգտագործել, բայց սա ուղղակի հարված էր եւ ուզում եմ հիշեցնել Աննա Հակոբյանի գրառումը, որտեղ այդ միջին հատվածում նա գրում էր, թե Շվեյցարիային այդ ում էիք ուզում անհապաղ վերադարձնել հարազատ բնորան, այդ որ գերիներին էիք վերադարձնում։ Այսինքն կարող ենք ենթադրել, որ հիմնավորապես, որ Արցախի հետ կապված հարցի բարձրաձայնումը եւ դրա զարգացումը խոճապի է մատնում ներկա իշխանությանը, որը ամեն կերպ ուզում է փակել այդ էջը։ Դրսից ճնշում տեսնում եք իշխանությունների վրա, նաև նման հայտարարություններ անելու։ Դրսից ասելով դուք նկատի ունեք Ադրբեջանը կամ Թուրքիան, ես կարծում եմ Ադրբեջանի ճնշումը նկատելի է եւ դա խոստովանել է այսօր Հայաստանի ազգային ժողովի խոսնակ Ալեն Սիմոնյանը, որ Ադրբեջանի Ալիևյանի հայտարարությունները, որ մեր տարածքը արևմտյան Ադրբեջան է, պայմանավորված է նրանով, որ այստեղ Արցախի իշխանություններ են ընտրում, դուք գիտեք, որ Արցախի խորհրդարանի նոր խոսնակ է ընտրվել եւ օրակարգում գտնվում է նախագահի հարցը։ Այսինքն ակնհայտ է, որ Ադրբեջանը, որը 20 թվականի պատերազմը սկսեց ուժի կիրառման միջոցով, այսինքն խախտելով միջազգային բոլոր պայմանավորվածությունները, փակել Արցախի հարցը ցեղասպանական գործունեությամբ, հիմա շարունակում է այո ճնշել, գուցե Ստոկհոլմյան այդ գիտեք համախտանիշը, որ կա, երբ որ զոհերը իրենց ահաբեկիչներից սկզբից սարսափում էին, իսկ հետո նրանց հանդեպ ջերմությամբ
ուշությամբ էին համակվում, հիմա նրանք այդպես երևի ազդում են իրենց ահաբեկչության զոհերի վրա։ Ռուբենի մասին, հա, իշխանականները փորձում էին նրա անվան շուրջ որտեղից է եկել, ինչու եկավ, ինչու գնաց Արցախ, ինչպիսին է նրա կերպարը հիմա։ Նրա կերպարը իմ համոզմամբ հայրենասեր եւ հայրենատեր մարդու կերպար է եւ միշտ պետք է նկատի ունենալ, որ մեր ժողովրդի ամբողջ պատմության մեջ Հայաստանում ծնված, հետո դրսում այսպես կրթություն ստացած եւ կայացած մարդիկ, հիշենք նաեւ 19-րդ դարը, դրանից առաջ 18-րդ դարը մեծագույն եւ լրջագույն դերակատարում են ունեցել, այսինքն դրսում կրթվելով եւ համապատասխան այսպես եւ ֆինանսական եւ դիվանագիտական եւ գործարար կապեր ստեղծելով նրանք վերադառնում էին Հայաստանը շենացնելու։ Ինքս Ռուբեն Վարդանյանի հետ 90-ական թվականների վերջին 2 հարցազրույց եմ արել, այնուհետև պատիվ եմ ունեցել մասնակցել Հայաստան 2020 այդ խորհրդանշական եւ Պրահայի եւ Հունաստանում Աթենքում կայացած համաժողովներին, երբ մշակել էինք իսկապես լրջագույն զարգացման ծրագիր Հայաստանը համաշխարհային զարգացումներին համընթաց գնացող զարգացող արդյունավետ պետություն դարձնելու, բայց ինչպես տեսնում ենք Շաբաթը Ուրբաթից շուտ եկավ, հենց 20 թվականին տեղի ունեցավ այդ պատերազմը եւ ես այդ ժամանակ տեսել եմ Ռուբեն Վարդանյանին, անկեղծ ասեմ ոչ թե իբրև Դոն Քիշոտ, այլ իբրև ողջամիտ ծրագրված գործունեություն վարող վճռական հայ մարդու, որը նաև երբ այս վերջին ժամանակ եկավ եւ ստանձնեց ծանրագույն իրավիճակում Արցախի հանրապետության պետնախարարի պաշտոնը, այդ ժամանակ նրա հետ Zoom հարթակով այդ քննարկումներին եմ մասնակցել եւ այնտեղ տեսա նրա վճռականությունը եւ նվիրվածությունը։ Այսինքն նա մի մարդ է, որը իրոքպես երդվյալ է։ Հիմա Հայաստանը կարիք ունի կրթված, արհեստավարժ, արժանի եւ նաև երդվյալ մարդկանց, որոնք աշխարհում ամեն ինչ են տեսել են նաև այսպես դիրք ծանրակշիռ ազդեցություն ունենալը, բայց դրանով չեն գայթակղվել, այլ հասկացել են, որ մարդը դառնում է միավոր եւ զորություն, երբ ինքը ունի ազգ եւ պետություն։